Բարև ձեզ։ Իրավաբան նեթը սկսում է հարցազրույցների նոր շարք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանների հետ։ Շարքի նպատակն է ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, զարգացման հեռանկարները եւ քննարկել զարգացման միտումները հենց մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Շարքի առաջին հյուրը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։ Բարև ձեզ, Տիկին Մանասյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Մանասյան, Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ նորօրյա աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը կարծես մի շարք խնդիրներ ունի եւ պետության հիմնասյուներից մեկն է հանդիսանում այս ոլորտը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան լինելով, ինչպես եք փորձում դուք այս ոլորտը համակարգել, զերծ պահել արտաքին ազդեցություններից։ Նախ շատ շնորհակալ եմ հենց այս հարցադրմանը առաջին հերթին անդրադառնալու համար, որովհետեւ այո, իրավացի եք, որ այսօրվա աշխարհում բազմաթիվ են մարտահրավերները մարդու իրավունքների տարատեսակ հարցերի հետ կապված եւ բնականաբար այդ մարտահրավերները արդյունքում վերաբերելի են դառնում նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր դերակատարների։ Այս հաստատությունը եւ ես որպես պաշտոնատարանձ առանձնանում ենք նրանով, որ ըստ էության հաստատությունն ինքնին գործում է անկախության սկզբունքի հիման վրա եւ անկախության սկզբունքի պահպանումը կարեւորագույններից է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները պատշաճ իրացնելու համար եւ նաեւ հաստատության հեղինակությունը ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ երկրից դուրս պահպանելու համար։ Նկատի ունենալով այս հանգամանքը պիտի հատուկ շեշտադրեմ, որ միայն անկախության ու վստահելիության որոշակի կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատություններն են, որոնց կողմից ներկայացվող զեկույցները, որոնց խոսքը վստահելի են դիտարկվում միջազգային գործընկերների կողմից եւ ուրախությամբ պիտի շեշտեմ, որ 2024 թվականին մեր հաստատությունը վերահավատարմագրվել է եւ դարձյալ վերջինիս շնորհվել է հենց անկախության եւ վստահելիության ամենաբարձր կարգավիճակը։ Սա կարծում եմ չափազանց լուրջ ձեռքբերում է եւ կարեւոր հանգամանքների մասին է խոսում։ Բայց ինքս կուզենամ անդրադառնալ հաստատության անկախությունը պահպանելու հիմնական ձևաչափերին։ Չեմ կարող հատուկ չշեշտել, որ մարդու իրավունքների պաշտպանի եւ հաստատության անկախությունը առաջին հերթին նաեւ հենց մարդու անհատական տարատեսակ հատկանիշներից է կախված եւ քանի որ հարցն ինձ ուղղեցիք, թե ես ինչպես եմ փորձում երաշխավորել եւ պահպանել անկախությունը, ապա պիտի հատուկ շեշտեմ, որ շատ կարեւոր է հենց պաշտպանի կողմից այդ դրվածքը դնելը եւ կարեւոր է այդ դրվածքը դնելը բոլոր դերակատարների հետ փոխհարաբերություններում։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ դա ինձ մոտ ստացվել է, որովհետև չկա որևէ դերակատար, լինեն դրանք պետական մարմինները, թե այլ քաղաքական դերակատարներ, որոնք այս փուլում հնարավորություն ունեն որևէ ազդեցություն ունենալու իմ կամ հաստատության գործունեությանը եւ նորից եմ կրկնում, առաջին հերթին սա հենց մարդու իրավունքների պաշտպանի դրվածքի արդյունքն է։ Բայց պիտի նաև հատուկ շեշտադրեմ, որ շատ կարևոր է, որ այս փուլում առաջին հերթին պետական իշխանությունը, մասնավորապես գործադիր իշխանությունը ինքը եւս միջամտություն չի իրականացնում հաստատության գործունեությանը, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ են ոլորտները, որտեղ մենք ունենք միմյանց հետ լրիվ միմյանց հակասող տեսակետներ, իմ տեսակետը շատ ոլորտներում է ամբողջությամբ տարբերվում գործադիր իշխանության գործընկերների տեսակետներից, բայց նույնիսկ այս պայմաններում կարծես թե միջամտության փորձեր մենք դեռևս չենք ունեցել։ Պիտի հատուկ շեշտադրեմ, որ կան բազմաթիվ դերակատարներ, ովքեր փորձել են եւ փորձեր կատարել են միջամտելու հաստատության գործունեությանը։ Խոսքը հիմնականում տարբեր քաղաքական դերակատարների մասին է։ Դարձյալ ուրախությամբ պիտի նշեմ, որ որևէ կերպ նրանց ազդեցությունը հաստատության վրա չի տարածվել եւ սա եւս շատ կարեւոր հանգամանք եմ գնահատում, բայց պիտի նաեւ անդրադառնամ այն հարցին, որ մարդու իրավունքների պաշտպանի եւ պաշտպանի հաստատության առնչությամբ ցավոք շատ ցածր է իրազեկվածությունը, որովհետեւ պաշտոնատար անձի լիազորությունների վերաբերյալ
ընդհանրապես պատկերացում չունեն, նկատի ունեմ պատշաճ պատկերացում հանրային ընկալման շրջանակներում եւ ցավալի է, որ մի շարք իրավիճակներում նաեւ մասնագիտական համայնքները օրինակ եւս ոչ ամբողջական պատկերացում ունեն պաշտպանի լիազորությունների վերաբերյալ, կարծում եմ հանրային իրազեկման առնչությամբ եւս մենք թեպետ շատ լայն ծավալով ենք իրականացնում, բայց ակտիվացնելու ենք աշխատանքները։ Ներկայումս ինչ ուղղությամբ է տարվում իրազեկման առումով, ինչ գործողություններ են կատարվում, որպեսզի այս իրազեկվածության բացը վերանա եւ ավելի բարձրանա հանրության շրջանում եւս պաշտպանի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը եւ վստահության մակարդակն ավելի բարձրանա։ Շատ լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում եւ առանձնահատկությունը այն է, որ ես անձամբ եմ ներգրավված հենց այդ աշխատանքներում, մեծամասնությունը հենց ինքս եմ իրականացնում։ Նախ չափազանց հաճախ եմ մարզեր մեկնում եւ գրեթե չկա մի ժամանակահատված, երբ մարզային այցեր չենք ունենում, հանդիպում եմ տարբեր խմբերի հետ։ Մենք նախորդ տարի հայտարարել էինք երեխաների իրազեկվածության բարձրացման տարի եւ 1000-ից ավելի երեխա ներգրավված է եղել մեր իրազեկման միջոցառումների շրջանակներում եւ սա եւս շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում եւ ոչ միայն նշված ձևաչափերով, այլ նաեւ մի շարք այլ ձևաչափերով չափազանց հաճախ եմ ինքս լրագրողների, տարբեր համայնքների, քաղաքասարակության գործընկերների հետ շփվում եւ իհարկե շատ կարեւոր է այս միջոցառումների կազմակերպումը եւ իրազեկվածության բարձրացումը առաջին հերթին։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ մարդու իրավունքների պաշտպանին եւ պաշտպանի հաստատությանը ճանաչում են գրեթե բոլորը եւ հիմնական խնդիրը ոչ թե ճանաչելիությունն է հաստատության, այլ հիմնական խնդիրը այս փուլում հաստատության լիազորությունների հետ կապված իրազեկվածության պակասն է, որը ինչ որտեղ կարող է նաեւ բնական լինել եւ դա է պատճառը, որ այս փուլում փորձում ենք նաեւ դա հաղթահարելու ուղղությամբ աշխատել։ Հանրության հետ այդքան սերտ շփումների ընթացքում վստահաբար նկատել եք վստահության ինչ մակարդակ կա, ինչ բացեր կան եւ այլն։ Նախ խոսենք այն մասին, թե դուք ինչպես եք գնահատում վստահության մակարդակը։ Հանրությունն այսօր վստահում է լիարժեքորեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նախ կարծում եմ ցանկացած երևույթի մասին խոսելիս մենք չենք խոսում այսպես պերֆեկցիոնիզմի տեսանկյունից, որովհետև չկա մի երկիր, որտեղ պետական հաստատության նկատմամբ վստահությունը եւ ոչ միայն պետական հաստատության, կլինեն դա նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչներ կամ ցանկացած այլ դերակատարներ, որտեղ 100%-անոց վստահություն է առկա։ Ես հիմա կխոսեմ ընդհանուր միջավայրի եւ ընդհանուր վիճակի մասին։ Իմ շփումները նախ վկայում են այն մասին, որ միանշանակ մեզ վստահում են, որովհետև գրեթե չկա որևէ այց, երբ նախ շատ պատշաճ հաղորդակցություն չունենանք քաղաքացիների հետ, ընդ որում ի տարբերություն շատ այլ ձևաչափի այցերի, սրանք լրիվ ենթադրում են ազատ մասնակցություն, այսինքն մենք հատուկ չենք նախապատրաստում, այսպես ասած, այցը եւ մարդկանց մասնակցությունը, պարզապես մեկնում ենք մարզեր եւ ուղղակի առաջարկում ենք մեզ հանդիպել կամ ուղղակի շրջում ենք բնակավայրերով եւ քաղաքացիների հետ հանդիպումներ ենք ունենում։ Այս շփումները շատ հետաքրքիր բանի մասին են վկայում։ Նախ ինչպես նշեցի, գրեթե բոլորն են ճանաչում թե պաշտպանին, թե պաշտպանի հաստատությունը։ Եվ նաև վստահության տեսանկյունից էլ ընդհանուր տպավորությունը եւ մեր ընդհանուր ընկալումն այն է, որ մարդիկ նաև վստահում են եւ շատ դեպքերում հույս են կապում հենց պաշտպանի հաստատության կողմից որոշակի խնդիրների լուծման հետ։ Նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր դիմումների թիվն է տարեց տարի բավականին լուրջ քանակությամբ աճում։ Սա եւս վստահության որակի մասին է ըստ էության վկայում, բայց նաև կուզենամ շատ կարևոր մի ձեռքբերման մասին խոսել։ Ի տարբերություն նախորդ տարիների, մեր այս մի քանի տարվա հանրային լայն իրազեկումների աշխատանքները հանգեցրել են նրան, որ մենք բավականին մեծ քանակությամբ դիմումներ ենք այժմ ստանում երեխաներից, շատ մեծ է քանակը դիմումների, նախկինում ընդհանրապես այդպես չի եղել, այսինքն անձամբ երեխաներն են սկսել դիմել պաշտպանի հաստատությանը, հաշմանդամություն ունեցող անձանց տեսանկյունից է շատ մեծացել ստացվող դիմումների քանակը, ազգային փոքրամասնությունների համայնքներն են լայն ծավալով սկսել դիմել պաշտպանին, ինչը դարձյալ չի եղել այն պրակտիկան, որը նախկինում էր, եւ նաեւ մի շարք այլ խմբեր, ինչը եւս վկայում է այն մասին, որ այս ոլորտներում մեր իրականացրած աշխատանքները եւս իրենց արդյունքները տալիս են, բայց ինչ խոսք, մենք մշտապես պետք է աշխատենք ոլորտային զարգացման եւ նաեւ մեր կարողությունների զարգացման ու մեր արդյունավետության զարգացման ուղղությամբ, ինչը եւս այժմ իրականացնում ենք։
Տիկին Մանասյան, բացի հանրության հետ շփումներից շատ հաճախ եք լինում նաև հատուկ հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներ եւ այլն, ինչ խնդիրներ կարձանագրեք այս ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, որն է ամենագլխավոր խնդիրը, որ կարող եք հիմա առանձնացնել։ Ճիշտ նկատեցիք, որ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում ընդհանրապես համանման հաստատություններ այցերին, բացի ձեր նշած հաստատություններից շատ հաճախ եմ այցելում նաև զինված ուժեր։ Եվ սա էլ է առանձնահատկություն, այսինքն այնպես չէ, որ միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են այցելում, չափազանց հաճախ եմ հենց ես անձամբ այցելում եւ նաեւ մենք մեծացրել ենք մեր այցերի թիվը բոլոր այս հաստատություններ։ Պիտի նշեմ, որ իհարկե եթե տարիների կտրվածքով դիտարկենք իրավիճակը, միանշանակ է, որ բազմաթիվ զարգացումներ են առկա, բայց նաեւ շարունակում են պահպանվել տարատեսակ խնդիրներ։ Իհարկե նախկինում հատուկ պետք է շեշտադրեի շենքային պայմանների հետ կապված հարցերը, բայց այստեղ էլ պիտի արձանագրեմ, որ վերջին տարիներին այդ թվում իմ կողմից տարբեր մարմինների հետ վարվող հաղորդակցության արդյունքում բավականին ակտիվացել են իրականացվող վերանորոգման աշխատանքները, որոնք մի շարք դեպքերում իրավիճակն այնպիսին էր, որ խորհրդային տարիներից հետո պատշաճ չէին էլ վերանորոգվել, եւ սա շատ լավ առաջընթաց է, բայց սա պետք է շատ ավելի արագ տեմպերով առաջ տանել։ Բայց երևի թե հիմնական խնդիրը հատկապես եթե օրինակ հոգեբուժական հաստատությունների, խնամքի հաստատությունների մասին խոսելիս լինենք, պիտի նշեմ վատ վերաբերմունքի հետ կապված հարցերը, չեմ ասի, որ սա համակարգային բնույթ է կրում, բայց ամեն դեպքում նման իրավիճակները շատ են, հատկապես ինչու եմ այս հաստատությունները շեշտադրում, որ երբեմն լատենտային է, մնում իրավիճակը, օրինակ քրեակատարողական հաստատություններում շատ ավելի հեշտ են բացահայտվում վատ վերաբերմունքի դեպքերը, նման հաստատություններում մի փոքր ավելի բարդ է, նկատի ունենալով այնտեղ գտնվող անձանց շահառուների առանձնահատկությունները, եւ կարծում եմ, որ այս խնդիրն է, որին անընդհատ է պետք ուշադրություն դարձնել, եւ այդ թվում նաեւ քրեակատարողական հաստատություններում, զինված ուժերում, նշված հաստատություններում հոգեբանական աջակցության մեխանիզմներն է պետք շատ լուրջ, այսպես ծավալի եւ կետի բերել, որովհետեւ հատկապես քրեակատարողական հաստատություններում պարբերաբար ենք արձանագրում խնդիրներ ու նաեւ քրեակատարողական հաստատությունների մասով հատուկ պետք է նշեմ այն հանգամանքը, որ կարծում եմ շատ կարևոր է, որ ի վերջո մենք կարողանանք հասնել այն նպատակակետին, որ պատժի նպատակները փաստացի իրացվեն ազատությունից զրկման պարագայում, հատկապես օրինակ մարդկանց վերասոցիալականացումը, ինչի հետ շատ քիչ դեպքերում ենք մենք գործ ունենում, եւ սա երևի թե այս ոլորտի հիմնական խնդիրներից է, որը պետք է կարգավորվի։ Դուք նշեցիք պատժի հիմնական նպատակների իրականացումը, վերջերս ձեր հարցազրույցներից մեկում անդրադարձել եք այս թեմային եւ նշել եք, որ Հայաստանում եղել են կան անձինք, ում ազատությունից զրկելը մի շարք հարցեր է առաջացնում։ Կխնդրեմ մեկնաբանեք ձեր այս ձևակերպումը, ովքեր են այս մարդիկ։ Այո, ես նշել եմ, որ եղել են եւ հիմա էլ կան մարդիկ, ում ազատությունից զրկելը, այո, բազմաթիվ հարցեր է առաջացնում, եւ ես այն մարդկանցից չեմ, որ ասեմ, որ օրինակ, այն փուլում կային, հիմա չկային կամ հիմա կան, այն փուլում չկային, այսինքն սա այն համակարգային խնդիրներից է, որը ես միանշանակ տեսնում եմ դաշտում եւ համարում եմ, որ սա այն ոլորտներից է, որտեղ պատշաճ զարգացում գրեթե չի եղել։ Ես հիմա չեմ կարող անհատական դեպքերի անդրադառնալ, որովհետև խոսքը դատական ակտերի եւ դրանց արդյունքում ազատությունից զրկված անձանց մասին է եւ այս տեսանկյունից ես ինքս ունեմ շատ հստակ սահմանափակում չմիջամտելու դատարանների գործունեությանը, հարգելու դատական ակտերը, բայց համակարգային տեսանկյունից ես միանշանակ տեսնում եմ, որ բազմաթիվ են իրավիճակները, երբ բոլորիս մոտ են հարցեր առաջանում, թե ինչու է օրինակ որևէ անձի նկատմամբ կիրառվում կալանք խափանման միջոցը, ընդ որում խոսքը միայն հանրային հնչեղություն ունեցող դեպքերի մասին չէ։ Կալանքը որպես խափանման միջոց չափազանց հաճախ է կիրառվում նաև մնացյալ այլ գործերով, եւ սրանք հարցեր են, որոնք մինչ այժմ պատասխան չեն ստանում։ Ավելին նշեմ, շատ դեպքերում մենք գործ ենք ունենում այնպիսի հիմնական արձագանքների հետ, որ դե օրինակ դրանցից յուրաքանչյուրի պարագայում դատական ակտ է առկա, հետեւաբար չենք էլ կարող նույնիսկ որևէ մեկնաբանություն տալ կամ նման այլ հանգամանք, բայց ես կարծում եմ, որ եթե այդքան շատ են հարցերը ոլորտի հետ կապված, պետք է
այսպես շատ պատասխանատու հանրային հաղորդակցություն վարվի եւ պարզաբանվի իրավիճակը ու եթե բացահայտվեն համակարգային խնդիրներ, իսկ դրանք իմ խորին համոզմամբ կան, դրանք պետք է դարձյալ պատասխանատու ձևաչափով հաղթահարվեն եւ դարձյալ պատշաճ հանրային հաղորդակցություն վարվի, հակառակ պարագայում տպավորությունը, որ մենք գործ կարող ենք ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ, ինչը կարծում եմ ամենավտանգավոր հանգամանքներից է։ Տիկին Մանասյան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շատ հաճախ արձագանքում է դեպքերի, որոնք արդեն իսկ եղել են, իհարկե չեմ նշում այն մասին, որ միայն այս կերպ է աշխատում, բայց անդրադառնում է դեպքերի, որոնք արդեն իսկ արձանագրված են, որտեղ արդեն իսկ խախտված իրավունքների մասին է խոսվում, եւ երբեմն սա քննադատության առիթ է դառնում, որոշ դեպքերում նշում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է միայն, այսպես ասած, հետադարձ կապի սկզբունքով, ոչ թե կանխարգելման սկզբունքով։ Ինչ կասեք այս մասին։ Նախ ընդհանրապես չեմ համաձայնի այն տեսակետին, որ մենք միայն հետադարձ արձագանքի սկզբունքով ենք գործում, որովհետև մենք ունենք մի շարք գործառույթներ, որոնք հենց կանխարգելման գործառույթներ են, եւ օրինակ յուրաքանչյուր տարի մենք հրապարակում ենք խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման բնագավառում մեր տարեկան զեկույցը, որն ամբողջությամբ ուղղված է խնդիրների կանխարգելմանը։ Եվ նաև տարվա կտրվածքով բոլոր մշտադիտարկումների այցերը, որոնք իրականացվում են հենց կանխարգելման ազգային մեխանիզմի համատեքստում կամ նաև մեր այլ գործառույթների շրջանակներում, իրանք բոլորն ուղղված են խնդիրների կանխարգելմանը, որովհետև այո, հնարավոր է, որ գործունեության ընթացքում մի շարք դեպքեր հետադարձ արձագանքի եղանակով նաև հաղթահարվեն, այսինքն խնդիրները լուծվեն, բայց մեխանիզմը օգտագործվող ինքն ըստ էության ի նկատի չունեմ բոլոր մեխանիզմները, բայց հենց կոնկրետ այս մեխանիզմը ինքը ամբողջությամբ կանխարգելման մեխանիզմ է եւ պիտի հատուկ շեշտադրեմ, որ նաեւ այս բոլոր մեկնաբանություններն են գալիս Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների եւ իր ունեցած գործիքների մասին իրազեկվածության պակասից կամ այն թյուր պատկերացումներից, որոնք շատ դեպքերում դիտավորությամբ կամ ոչ դիտավորյալ տարածվում են հաստատության լիազորությունների առնչությամբ։ Եվ այս տեսանկյունից հատուկ պետք է շեշտադրեմ կանխարգելման գործառույթի համատեքստում նախ մենք պարբերաբար մշտադիտարկման այցեր ենք ունենում տարատեսակ հաստատություններ եւ հատուկ պիտի նշեմ, որ մշտադիտարկման այցերի արդյունքում բարձրաձայնվում են համակարգային խնդիրները եւ այդ համակարգային խնդիրների լուծումներ են պահանջվում պետական մարմիններից եւ նաեւ ուրախությամբ պետք է նշեմ, որ երբ այս տարի մենք այս փուլում համակարգում ենք մեր տարեկան հաղորդման եւ տարեկան զեկույցի իրականացման աշխատանքները, պարզեցինք, որ վիճակագրական տեսանկյունից բավականին մեծ առաջընթաց ենք ունեցել եւ պետական մարմինները շատ ավելի մեծ ծավալով են հիմա իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները։ Բացի այդ, նաև մարդու իրավունքների խթանման, նույն իրազեկման աշխատանքները եւ այլն, դրանք բոլորն ուղղված են իրավունքների խնդիրների կանխարգելմանը։ Այլ հարց է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում անհնար է բացառել իրավունքների խախտումները կամ իրավունքների հետ կապված խնդիրները, եւ շատ բնական է, որ մի շարք իրավիճակներում նաեւ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս ոչ թե որպես կանխարգելման մեխանիզմ, այլ հանդես է գալիս որպես իրադարձությանը արձագանքող։ Եվ այստեղ էլ դարձյալ երկու կարևոր հանգամանքի մասին պիտի խոսեմ։ Նախ այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ի տարբերություն շատ եվրոպական պետությունների MIP հաստատությունների, որտեղ առանձին գործում են մեկ օմբուդսմանական հաստատություն, առանձին գործում է մարդու իրավունքների ազգային հաստատություն, առանձին գործում է կանխարգելման ազգային մեխանիզմ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող, երեխաների հարցերով զբաղվող հաստատություններ, մեր երկրում սա կենտրոնացված է մեկ հաստատության շրջանակներում։ Եվ եթե այլ երկրներում օրինակ հաստատություններից մեկը միայն կանխարգելում է իրականացնում, մյուսը միայն արձագանքում է անհատական դեպքերին, մյուսը բացառապես համակարգային խնդիրներին, այստեղ մի պաշտոնատար անձի շրջանակներում են կենտրոնացված այդ բոլոր գործառույթները եւ դա է պատճառը, որ շատ դեպքերում ասես թյուր են լինում ընկալումները երևույթների հետ կապված, բայց կխնդրեմ, որպեսզի բոլոր դերակատարները նկատի ունենան, որ Հայաստանում մի պաշտոնատար անձ է այս բոլոր գործառույթները իրականացնում եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր գործառույթ ըստ էության իր նպատակի համար է իրացվում, բայց դա չի նշանակում, որ
կամ միայն կանխարգելում է իրականացվում, կամ հակառակը միայն արձագանքում է իրականացվում։ Տիկին Մանասյան, մեդիա հարթակների միանգամից արագ զարգացումը, այսպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ինչ որ առումով օգնում, ինչ որ առումով հավանաբար խանգարում է մարդու իրավունքների պաշտպանությանը, օգնում է հավանաբար այն առումով, որ տեղեկությունն ավելի հասանելի է դառնում, նույնիսկ խախտված իրավունքի պայմաններում հայտնի է դառնում դեպքը եւ այսպես բացահայտվում, եւ խանգարում է, քանի որ մեդիա հարթակում էլ քիչ չեն իրավունքների խախտման դեպքերը։ Ինչպես եք փորձում համակարգել եւ ինչպես եք արձագանքում այս դեպքերին։ Նախ նշեմ, որ ինչպես ցանկացած երևույթ, մեդիա հարթակներն էլ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն էլ որպես երևույթ ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Ու այո, շատ ճիշտ նշեցիք, մի կողմից դա մի փոքր ավելի հեշտացնում է տեղեկատվության տարածումը, բայց մյուս կողմից հեշտացնում է ոչ միայն դրական տեղեկատվության եւ ճշմարիտ տեղեկատվության տարածումը, այլ նաեւ ապա տեղեկատվության տարածումը, խոսքի արգելված տեսակների լայն տարածումը, եւ սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում հենց այս բնագավառների դիտանկյունից։ Բնականաբար ես չեմ կարող հիմա ինձ վրա պատասխանատվություն վերցնել ասելու, որ մի փաստատությունը կարող է լինել միակ հաստատությունը, ով կարող է լուծել այս խնդիրները, որովհետև ոչ, այս խնդիրները այնպիսի լուրջ խնդիրներ են, որոնք հնարավոր չէ լուծել մեկ հաստատության ջանքերով, այստեղ պետք են իրապես շատ լուրջ ջանքեր եւ դրանց մեկտեղում տարբեր դերակատարների։ Բայց մի քանի տեսանկյունից կուզենամ անդրադառնալ հարցին, նկատի ունեմ այն դիտանկյունից, ինչը վերաբերում է մեր հաստատությանը։ Օրինակ, ես ինքս պարբերաբար արձագանքում եմ ատելության խոսքի հետ կապված խնդիրներին, ինչը կարծում եմ մարդու իրավունքների դիտանկյունից կարող է մեր մանդատի համատեքստում ենթակա հարցերից կարևորներից մեկը դիտարկվել։ Կամ մենք էլ պարբերաբար իրազեկման աշխատանքներ իրականացնում ենք խոսքի տեսակների, արգելված խոսքի բացառման եւ այլնի առումով։ Բայց պիտի նշեմ, որ հիմնական բարդությունն այսօր կայանում է նրանում, որ մարդու իրավունքների վերաբերյալ ամբողջ աշխարհում, բայց հատկապես մեր տիպի պետություններում ավելի մեծ է ապատեղեկատվությունը, քան իրավունքների իրական բովանդակությանը վերաբերելի հարցերը։ Մեր պետության առումով երևի թե հատուկ պիտի շեշտեմ, որ սրան նպաստում է նաև այն, որ չափազանց հաճախ են հենց մասնագիտական համայնքի ներկայացուցիչների կողմից իրավունքի բովանդակության առնչությամբ միջազգային չափանիշներին չհամապատասխանող տեղեկատվության տարածումը եւ այդ փորձերը։ Եվ սա մեզ տարբերում է մյուս այլ երկրներից, որովհետև եթե մնացյալ այլ երկրներում դա հիմնականում իրականացնում են քաղաքական դերակատարները եւ որևէ այլ դերակատարներ, մեր երկրում սա անում են նաեւ մասնագիտական համայնքի ներկայացուցիչները եւ սա նպաստում է մարդու իրավունքների վերաբերյալ ձևախեղված պատկերացումների ձևավորմանը, բայց նաեւ մենք չպետք է ընկրկենք եւ պետք է համախմբվենք ու մեկտեղենք ջանքերը այս խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Վերջերս նաև հայտարարությամբ էիք հանդես եկել, նշելով, որ քանի որ նախընտրական տարի է, իսկ նախընտրական տարվա ընթացքում ատելության խոսույթը եւ ոչ ցանկալի խոսույթն ավելի ակտիվ եւ ավելի տեսանելի է դառնում, թիրախավորող, պիտակավորող խոսույթը։ Նշել եք մի քանի ձևակերպումներ, դրանք իհարկե որպես օրինակ բերելով, բայց այսպիսի ձևակերպումները միայն նախընտրական շրջանում չէ, որ ակտիվ են լինում, մարդիկ պիտակավորվում են եւ արտաքինի եւ օրինակ հաշմանդամության փաստից ելնելով, թեկուզ եթե մարդը չունի հաշմանդամություն, նրան կարող են վիրավորելու համար որևէ պիտակ տալ, որը իրականում ենթադրում է հաշմանդամություն ունենալ։ Այսպիսի խոսույթին ինչպես եք փորձում արձագանքել, ինչպես կանխարգելել, ինչպես իրազեկել մարդկանց, որ սա իրականում ոչ թե վիրավորանք է, այլ հստակ թիրախավորում, պիտակավորում է մարդուն։ Շատ շնորհակալ եմ նախ, որ այս հարցը բարձրաձայնում եք, սա եւս իրազեկման շատ կարևոր ձևաչափ կարող է լինել։ Նախ նշեմ, որ մենք այդ հայտարարությունը նախընտրական այս քաղաքական գործընթացների հետ կապված էինք իրականացրել, բայց ես պարբերաբար այս հարցի վերաբերյալ խոսում եմ հրապարակային եւ մենք պարբերաբար հայտարարություններ տարածում ենք նաեւ մնացյալ այլ գործընթացների շրջանակներում, ու ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, սա համատարած խնդիր է։ Համատարած է եւ չի վերաբերում միայն նախընտրական ժամանակահատվածին, պարզապես նախընտրական ժամանակահատվածում այն շատ ավելի սրվում է, որովհետեւ շատ ավելի մեծանում են քաղաքական գործիչների կամ այլ դերակատարների տեսանկյունից ճակերտներում բառը օգտագործեմ իրենց կարծիքով սուր խոսքի տեսակները եւ այդ սուր խոսքի տեսակները սովորաբար արտահայտվում են տարբեր սոցիալական խմբերի պիտակավորելու միջոցով, ինչը վկայում է նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկվածության մասին։ Եվ պիտի հատուկ շեշտադրեմ, որ
ամենահաճախ օգտագործվող պիտակավորման տեսակները սովորաբար վերաբերում են այո, հաշմանդամություն ունենալու հիմքով տարբեր պիտակավորումներին, թիրախավորմանը, ազգային կամ էթնիկ պատկանելիության հիմքով տարբեր պիտակավորումներին, կին լինելու հանգամանքով պայմանավորված որոշակի խտրական խոսույթի տարածմանը եւ այլն, այսինքն բազմաթիվ են իրավիճակները։ Դարձյալ պիտի նշեմ, որ միայնակ հնարավոր չէ այս բոլոր երևույթների դեմ պայքարել, բայց յուրաքանչյուրս մեր գործառույթի համատեքստում դա հաստատ կարող ենք իրականացնել եւ ուրախ եմ նաեւ, որ դուք եք այս հարցին ուշադրություն դարձնում, որովհետեւ սա եւս խնդրի լուծման եղանակ է։ Պիտի նշեմ, որ իմ բոլոր իրազեկման արշավները ուղղված են լինում հենց նաեւ այս հարցերի վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ պատկերացում տալուն եւ ուրախ եմ նաեւ, որ մեր նպաստը կարողանում ենք բերել իրազեկվածության բարձրացման այս աշխատանքը պատշաճ իրականացնելու տեսանկյունից։ Մենք պարբերաբար հարցերին թե իրազեկման արշավների շրջանակներում ենք անդրադառնում, թե հարցերին անդրադառնում ենք նաև մեր զեկույցների, հայտարարությունների, իմ հրապարակային խոսքի շրջանակներում եւ նաև որոշակի դեպքերում հետադարձ արձագանք ենք փորձում իրականացնել, ինչը շատ ավելի այս պարագայում մեր մանդատի ու լիազորությունների շրջանակի տեսանկյունից ավելի հնարավորությունները փոքր են բնականաբար։ Բայց պիտի այստեղ էլ նշեմ, որ ամենավտանգավոր երևույթներից մեկը հենց այս ոլորտի հետ կապված եւս այն է, որ շատ հաճախ են դեպքերը, երբ հենց մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներն են նպաստում նման խոսքի տարածմանը։ Օրինակ, հատուկ պիտի ընդգծեմ նաեւ ձեր կողմից մեր հիշատակված հայտարարության որոշակի հանգամանքների, այսպես շատ ոչ ստանդարտներին համապատասխանող եղանակով ներկայացումը հենց մասնագիտական համայնքի ներկայացուցիչների կողմից կամ օրինակ մի շարք դեպքերում մասնագիտական համայնքի ներկայացուցիչների կողմից տարբեր հիմքերով անձանց թիրախավորում, այսինքն թիրախավորումը իրականացնում են ոչ թե սովորական քաղաքացիներ կամ քաղաքական գործիչներ, այլ հենց մասնագիտական համայնքների ներկայացուցիչներ։ Օրինակ, չգիտեմ, դատական իշխանության նախկին բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը այսպիսի մի ձևակերպում էր օգտագործել Սահմանադրական դատարանի դիմումի հետ կապված, ասել էր ամոթ է, որ Հայաստանում կույր մարդը կարող է դատավոր դառնալ կամ օրինակ ինչպես կարելի է խոսել ազգային պատկանելիության հիմքով թիրախավորման մասին Հայաստանում եւ նման այլ հանգամանքներ, որոնք հենց մասնագետներն են իրականացնում։ Սա շատ վտանգավոր երևույթի մասին է վկայում, բայց սա նաև հեշտացնում է միջազգային մոնիթորինգային մարմինների աշխատանքը, որովհետև նույնիսկ կարիք չի լինում հատուկ մոնիթորինգ անելու Հայաստանում իրավիճակի հետ կապված, միայն այս 1-2 արտահայտությունները հրապարակային վկայելու են այն մասին, որ Հայաստանում ահռելի են այս ոլորտում խնդիրները։ Հետևաբար այստեղ էլ պետք է մեկտեղել ջանքերը եւ աշխատել խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ Նշեցիք միջազգային արձագանքը այս առումով մոնիթորինգի, իսկ ներպետական մոնիթորինգի առումով, եթե դուք առանձնացնեք վիճակագրորեն իրավունքի խախտման որ դեպքերն են ավելի հաճախադեպ Հայաստանում։ Եթե իրավունքների խախտման մասին խոսենք, ապա երևի թե ըստ տարբեր ոլորտների կառանձնացնեմ, նախորդ տարվա մասին խոսեմ իմ դիտանկյունից իհարկե, միգուցե այլ մշտադիտարկումներ, այլ արդյունքներ ունենան, բայց իմ դիտանկյունից նախորդ տարի հատկապես տեսանելի են եղել քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված խնդիրները, կրոնական ազատությունների հետ կապված խնդիրները, որոնք իհարկե մշտապես են Հայաստանում եղել, բայց նախորդ տարի իրենք բավականին առանձնահատուկ այսպես դերակատարություն են ստացել։ Իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտի վերաբերելի բոլոր ասպեկտները գրեթե խնդրահարույց են Հայաստանում, երեխաների իրավունքների հետ կապված հարցեր, ընտանեկան բռնությանը վերաբերելի բնագավառներ, աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր, գործադուլի իրավունքի համատեքստում եւ այլն, ազատազրկման վայրերում իրավունքների հետ կապված խնդիրներ, երևի թե ես սրանք կառանձնացնեմ, իհարկե խնդիրները բազմաթիվ այլ ոլորտներում եւս բազմաթիվ են։ Իսկ որ ոլորտներում է դրական միտում գրանցվել, այսինքն որ ոլորտներում էր, որ նախորդ տարիներին ավելի շատ ահազանգեր էր ստացվում, իսկ վերջին տարիներին պակաս արձագանքներ են ստացվում, ահազանգներ են ստացվում։ Նախ նշեմ, որ գրեթե բոլոր ոլորտների առումով համակարգային տեսանկյունից մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների կատարման դինամիկա։ Բավականին դրական է դինամիկան եւ այս տարի մենք նաեւ թվային տվյալներ ենք համակարգում, բավականին լուրջ են զարգացումները տարատեսակ ոլորտներում։ Երևի թե այսպես գլոբալ համակարգային զարգացումներից կուզենամ նշել այն, որ
Այսօր խոշտանգումների ոլորտը ի տարբերություն տարիներ առաջ եղած իրավիճակի այն համակարգայինությունը չունի, ինչպես նախկինում էր, որովհետև նախկինում մենք այն երկրների թվին էինք դասվում, որտեղ օրինակ ձերբակալվածների պահելու վայրերում եւ այլն իրոք համակարգային էր, հա, վատ վերաբերմունքի դեպքերի առկայությունը։ Հիմա իհարկե եւս դրանք կան ինչպես բոլոր երկրներում, բայց դրանք շատ ավելի անհատական բնույթ կրող դեպքեր են։ Կուզենամ առանձնացնել օրինակ ընտանեկան բռնության, կանանց իրավունքների ոլորտները, որտեղ զարգացումներ հաստատ կան, կամ ազգային փոքրամասնությունների ոլորտում, հաշվանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում զարգացումները, որոնք իրոք հնարավոր չէ չնկատել, որովհետև եթե նախկինում ոլորտներ կային, որոնց մասին նույնիսկ չէին էլ խոսում, հիմա չափազանց հաճախ է նաև հրապարակային ներկայացումը ոլորտների եւ լուծումների հնարավոր, բայց իհարկե ոլորտներ կան, որտեղ շատ մեծ քանակությամբ են խնդիրները պահպանվում, երևի թե մի ոլորտը հատուկ շեշտադրեմ դարձյալ քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովման հետ կապված հարցերը եւ ոլորտը եւ մյուսը երևի թե քրեակատարողական բժշկության համակարգը, որոնք կարծում եմ պետք է շատ լուրջ վերափոխում անցնեն Հայաստանում։ Ինչպես եք դուք այդ վերափոխումը տեսնում, ինչ ընթացակարգ եք դուք առաջարկում։ Ես ունեմ համոզմունք, որ եթե աշխատենք պրոֆեսիոնալ, եթե աշխատենք բարևարք, համակարգային եղանակով եւ ամբողջական լուծումներ առաջարկելով, միանշանակ է, որ զարգացումները ակնհայտ կլինեն։ Կարծում եմ առաջին հերթին հենց պետք է այդ հանգամանքներին ուշադրություն դարձնել եւ բնականաբար այն մարմինները, որոնք ոլորտում գործունեություն են իրականացնում, նրանք եւս պետք է առաջամարտիկ լինեն հենց համակարգային բարեփոխումների։ Իսկ ոլորտում միջազգային ինչպիսի համագործակցություն է իրականացվում, միջազգային փորձի ներդրում իրականացվում է արդյոք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, թե ոչ։ Եթե հարցը վերաբերում է մեր հաստատության կողմից միջազգային համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ շատ ակտիվ համագործակցություն ունենք միջազգային գործընկերների հետ, նաև պիտի հատուկ շեշտադրեմ, որ մի շարք ոլորտների հետ կապված նաև մեր հաստատության նկատմամբ մոտեցումներն են փոխվել վերջին տարիներին, որովհետև Օրինակ, եթե վերցնենք իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, սա այն հիմնական ոլորտներից էր, որը տարիների կտրվածքով քննադատվել է հենց հաստատության առումով, որ հաստատությունը պետք է ավելի բարելավի աշխատանքները ոլորտում, ինչ որ բաներ դիտարկվել են որպես ոչ բավարար։ Հիմա երևի թե հակառակն է, որովհետեւ նույնիսկ մեր վերջին միջազգային գնահատման համատեքստում ի տարբերություն նախորդ գնահատման, որտեղ հենց այդ ոլորտներ դիտարկվել որպես պաշտպանի հաստատության կողմից բարելավման ենթակա ոլորտ, այս անգամ հատուկ շեշտադրվել էր, որ կարգավիճակի շնորհումը պայմանավորված է նաև հենց մարդու իրավունքների պաշտպանի շատ ակտիվ ու հրապարակային գործունեությամբ հենց այդ ոլորտներում։ Եվ սա նշում եմ ուրախությամբ, որովհետև այս ոլորտներում նմանատիպ զարգացումը նաև մեր պետության վարկանիշի տեսանկյունից է շատ կարևոր դերակատարություն ստանձնում, որովհետև մարդու իրավունքների աշխարհում, այսպես ասած, հատկապես այս ոլորտն է դիտարկվում որպես ինդիկատոր, արդյոք երկրում անհատի իրավունքները, հա, երաշխավորված են թե ոչ, որովհետև ուժեղների իրավունքների մասին խոսում են բոլորը, հա, բոլոր գրեթե քաղաքական մեծ դերակատարները, օրինակ, ունեն հնարավորություն խոսելու իրենց ներկայացուցիչների իրավունքների, խախտումների մասին, բայց շատ քիչ լսելի են այն մարդկանց ձայնը եւ տեսակետները, ովքեր իրականում խոցելի վիճակում են գտնվում եւ չունեն դա բարձրաձայնելու հնարավորություն, այս ոլորտում կարծում եմ մեր առաջընթացը բավականին լուրջ է եւ ես սա շատ կարեւոր հանգամանք եմ համարում։ Շատ կարեւոր եմ համարում նաեւ այն, որ ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան իմ եվրոպացի գործընկերների եւ մյուս գործընկերների կողմից ընտրվել եմ նաեւ մի հաստատությունները միավորող մի քանի միջազգային ու տարածաշրջանային մարմինների ու ցանցերի կառավարման խորհրդի անդամ։ Սա եւս ես կարեւոր եմ համարում հենց այն դիտանկյունից, որ մեր հաստատության վարկանիշն է եւ պետության վարկանիշն է, հա, դրանով նաեւ մեծանում, որովհետեւ սովորաբար այս մարմիններում ավելի շատ ընտրվում են օրինակ եթե եվրոպական տարածաշրջանի մասին է խոսքը, հիմնականում արևմտաեվրոպական երկրներից, որովհետեւ կառավարման ուղղություններն են, հա, որոշվելու այդ մարմինների եւ ուրախ եմ, որ առիթ է եղել հենց այդ ընտրությունների
կանոնների միջոցով նաև կառավարմանը մասնակցելու այս մարմինների, բայց միանշանակ է, որ մենք նաև մի շարք այլ ոլորտներում այժմ էլ համագործակցային բավականին լուրջ հարթակներ ունենք։ Եթե ձեզ հետաքրքրում են զուտ իրավունքների ոլորտներին առնչվող հարցերը, այլ ոչ մեր հաստատության զարգացմանն առնչվող հարցերը, որովհետև դա առանձին ուղղություն է մեզ համար եւ ինձ համար անձնապես, ոլորտային առումով կասեմ, որ թե զինված ուժերում իրավունքների պաշտպանություն, փակ հաստատություններում խոշտանգումների վատ վերաբերմունքի կանխարգելում եւ իրավունքների պաշտպանություն, սրանք առաջնահերթ ուղղություններից են։ Դե իրավահավասարությունն ու հակախտրականությունը հատուկ շեշտեցի, երեխաների իրավունքները հատուկ պիտի շեշտեմ, որովհետեւ այստեղ էլ է ակնհայտ մեր առաջընթացը, նշեցի երեխաների կողմից մեզ դիմելու մասին, բայց մենք մի շարք գործիքներ ունենք, որոնք մինչ այդ չեն կիրառվել եւ հիմա շատ այսպես լավ նաեւ հեղինակություն են վարելու մեր միջազգային գործընկերների շրջանակներում, ունենք օրինակ երեխաների հարցերով զբաղվող հատուկ խորհուրդ, որտեղ հենց երեխաներ են ընդգրկված եւ երեխաները շատ ակտիվ են իրենց ձայնը լսելի դարձնելու առումով, իրենք ինձ հետ Ժնև էին մեկնել, երբ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի նիստի շրջանակներում մենք Հայաստանի վերաբերյալ դիտարկումներն էինք ներկայացնում եւ իրենք հենց իրենց զեկույցն են ներկայացրել հարցի հետ կապված, շուտով եվրոպական տարածաշրջանի MIP հաստատությունների միջոցառումներից մեկն է լինելու, որտեղ մենք կարծես թե միակ երկիրն ենք, որտեղ ներկայացված կլինենք հենց մեր երեխաների միջոցով այդ թվում, եւ սա էլ շատ լուրջ ձեռքբերում եմ համարում, բայց եթե ձեզ հետաքրքրում են նաեւ հաստատության զարգացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերելի հարցերը, դրանք եւս մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ հենց այս փուլում իրականացնում ենք, կարող եմ դրան եւս անդրադառնալ։ Իհարկե, անդրադառնանք նաեւ հաստատության զարգացմանը։ Այս մասով նշեմ, որ նախ իմ պաշտոնավարումը սկսելու ամենասկզբնական փուլից ես կարևոր եմ համարել նաև մեր հաստատության կարողությունների զարգացումը եւ հաստատության դինամիկ զարգացումը, որովհետեւ ինչպես ցանկացած հաստատություն, այս հաստատությունը եւս ունի եւ թույլ եւ ուժեղ կողմեր, ունեցել է, ունի եւ ունենալու է, որովհետեւ դա շատ բնական է եւ զարգացման կարիք ցանկացած հաստատություն ունի։ Ի սկզբանե իհարկե ես ոլորտային հարցերը երբ որ ներկայացրեցի, պիտի նշեմ, որ մենք նաև շատ լուրջ կարողությունների զարգացում ենք անցել հենց այդ ոլորտներում, որովհետև մեր կարողությունների զարգացման միջոցով է, որ կարողացել ենք հասնել նաև ոլորտային բարեփոխումների, եւ սրանք եղել են ոլորտներ, որտեղ անընդհատ մենք մի աշխատակազմի եւ մեր կարողությունների զարգացման վրա ենք աշխատել, բայց կուզենամ այստեղ հատուկ կենտրոնանալ մեկ այլ հարցի վրա, մասնավորապես հաստատության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված հարցերը։ Այստեղ շատ անկեղծ լինեմ, հա, երբ ես սկսեցի իմ պաշտոնավարումը, բնականաբար ինչպես ցանկացած նոր վայր, որը պիտի սկսեց ղեկավարել կամ որի գործունեությունը պիտի համակարգես, ես սկսեցի մոնիթորինգ անել, հասկանալու համար, թե մենք ինչ ձևաչափով ենք դիմումներին արձագանքում կամ համակարգային խնդիրներին արձագանքում, ինչ դիմումներ ենք ընդունում քննարկման, քանի դիմում ունենք եւ այլն, եւ առաջին դիտարկումներիցս մեկն այն էր, երբ նաեւ իմ եվրոպացի այլ գործընկերների հետ էի խոսում, որ մենք շատ դեպքերում տասնյակ անգամ ավելի շատ դիմումներ ունենք, օրինակ, կամ որոնք ընդունում ենք քննարկման, քան գործընկեր կառույցները։ Եվ ինձ համար առաջին ազդակն այն էր, որ անհնար է ունենալ նույն արդյունավետությունը այս պայմաններում, ու մեր միջազգային գործընկերների հետ սկսեցինք աշխատել մեր հաստատության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, եւ գործընկերների հիմնական դիտարկումները նրանք են, որ նախ մենք մի շարք գործեր ենք ընդունում քննարկման, որոնք ընդհանրապես մեր լիազորությունների շրջանակներում չպետք է ընդունվեն քննարկման, քանի որ դրանք ի սկզբանե պիտի քննարկման առարկա դարձվեն այլ ձևաչափով, նոր բերվեն հաստատություն, կամ մեր թեժգծի աշխատանքները օրինակ մի փոքր շատ ավելի լայն ծավալով է կազմակերպվում, քան պետք է կազմակերպվի, արդյունքում ըստ մեր միջազգային փորձագետների մենք չափազանց մեծ ռեսուրս ենք ծախսում այնպիսի հարցերի վրա, որոնք մի հաստատության հիմնական դիտանկյան տակ չպետք է լինեն, եւ սա եկել է այսպես տասնյակ տարիների աշխատանքի արդյունքից եւ կտրվածքից, եւ հիմա մենք շատ այսպես նուրբ ձևաչափով փորձելու ենք ձերբազատվել այդ
պրակտիկայից, ինչու, որովհետև պիտի կենտրոնանանք այն գործերի վրա, որտեղ հստակ պիտի իրականացնենք քայլեր եւ հենց այդ գործերի դիտանկյունից պիտի արդյունավետությունը բարձրանա հաստատության աշխատանքների։ Սա ընթացիկ բարեփոխում է, որի սկզբնական փուլը ավարտված է, որովհետև միջազգային գնահատումը արդեն իսկ իրականացված է։ Հիմա պիտի ընթացիկ աշխատանքների վրա մենք ավելի կենտրոնանանք։ Այս բարեփոխումը իհարկե հեշտ չի լինելու, որովհետև տասնյակ տարիներով օրինակ ձևավորվել են ինչ-որ պատկերացումներ հարցերի հետ կապված, որը մենք պետք է փոխենք նաև հանրային ընկալման դիտանկյունից։ Սա շատ զգույշ ենք իրականացնելու եւ նուրբ մեթոդաբանությամբ, բայց միանշանակ իրականացնելու ենք, որովհետեւ իմ հիմնական մոտեցումը այս հաստատության հետ կապված աշխատանքների առումով այն է, որ մենք պետք է ոչ թե անձերի վրա կենտրոնանանք, թե ով է մարդու իրավունքների պաշտպանը կամ ով է այսինչ վարչության աշխատակիցը, այլ պետք է կարողանանք համակարգային բարեփոխումներ իրականացնել։ Ես ուրախ եմ, որ այն մի քանի ոլորտներում, որոնք նշեցի, մենք համակարգային բարեփոխումների հասել ենք, այսինքն դա դարձել է ինստիտուցիոնալ արդեն բարեփոխում, անկախ նրանից, թե մեզանից ով այստեղ կլինի, դա իրողություն է արդեն, եւ ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի այս արդյունավետության կտորովել կարողանանք լուրջ բարեփոխման հասնել ու միանշանակ ինքս էլ պատրաստ եմ լինելու իմ հաջորդ գործընկերներին, այսինքն հետագայում եկող մարդու իրավունքների պաշտպանին եւ պաշտպանի աշխատակազմի այլ ներկայացուցիչների ամեն կերպ աջակցելու, որպեսզի այս բարեփոխումները ունենան շարունակական բնույթ եւ կապված չլինեն կամ իմ կամ հաստատության որևէ աշխատակցի անձի հետ։ Եվ յուրաքանչյուր ոլորտի կազմակերպության զարգացման մասին խոսելիս, երբ համեմատում ենք այլ երկրի հետ, մոռանում ենք խոսել նաև հնարավորություններից, արդյոք կան հավասար հնարավորություններ հավասար զարգացում ապահովելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր ունի բոլոր հնարավորությունները եւ անհրաժեշտ բավարար անկախությունը, վստահությունը եւ այլնը զարգացման եւ ձեր զարգացման տեսլականն իրականացնելու համար։ Անկախության տեսանկյունից ես արդեն իսկ նշեցի, կարծում եմ միանշանակ իմ դրվածքն է, որ մենք թույլ չենք տալիս իրականում միջամտություն հաստատության գործունեությանը։ Ուրախ եմ, որ գործադիր իշխանությունը եւս չի միջամտում մեր գործունեությանը, որովհետեւ հակառակ պարագայում մենք անընդհատ խնդիրներ էինք ունենալու կամ գտնվելու էինք անընդհատ այսպես հակազդեցությունների ընթացքում կամ վստահաբար իրավունքների տարբեր ոլորտներ էին տուժելու։ Ես շատ ուրախ եմ, որ այս փուլում այդ իրավիճակը ունենք։ Հիմնական խնդիրը, որ կարձանագրեմ, դա բացառելն է այլ դերակատարների կողմից ներազդեցության փորձերը եւ ես այս ուղղությամբ անկեղծ պիտի լինեմ, շատ լուրջ եմ մշտապես տրամադրված եւ որևէ կերպ թույլ չեմ տալիս որևէ ներազդեցություն, անկախ նրանից, թե դա ինչ ձևով է արտահայտվում եւ հույս ունեմ, որ հատկապես քաղաքական դերակատարները սա նկատի պետք է ունենան եւ կունենան։ Ամեն դեպքում ցանկացած նման փորձ հակազդեցության է արժանանալու միանշանակ, բայց մի շարք հարցեր կա, որ պիտի արձանագրեմ, որ այո, մենք շատ դեպքերում շատ ավելի քիչ հնարավորություններ, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների առումով, սա իմ մշտական, այսպես ասած, նկատառումն է, որը ես անընդհատ եմ հրապարակային բարձրաձայնում, հիմա էլ պիտի ասեմ, ես վստահ եմ, որ պետությունը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ տրամադրի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությանը եւ հույս ունեմ, որ այս առումով մենք առաջիկա զարգացում կունենանք։ Շենքային պայմանների առումով ես դարձյալ մշտապես եմ բարձրաձայնում այս հարցը եւ հիմա էլ հույս ունեմ, որ այս խնդիրը շուտապույտ լուծում կստանա։ Բնականաբար ֆինանսական ռեսուրսների հետ համադրաբար գալիս է նաև մարդկային ռեսուրսների հարցը, որ այդ ռեսուրսի ապահովման պարագայում կկարողանանք նաև մարդկային ռեսուրսը երաշխավորել։ Մենք ունենք շատ քաղաքականացված միջավայր, որը ամբողջությամբ է վերափոխում մի փաստաթղթության գործունեության հնարավորությունները, ինչու, որովհետև ի տարբերություն այլ երկրների, որտեղ այս հաստատությունները շատ հանգիստ ուղղակի աշխատում են մարդու իրավունքների խնդիրների վրա, մեզ մոտ գրեթե բոլոր քաղաքական դերակատարները անընդհատ փորձում են քաղաքականացնել այս հաստատությունը, դարձյալ դա իմ կողմից ամենայն դեպս մշտապես արժանանալու է հակազդեցության, բայց դա խանգարում է մեր աշխատանքներին, որովհետև օրինակ, մենք լուրջ ստորաբաժանումներ ունենք, որոնք շատ իրավիճակներում ստիպված իրենց գործը ուղղակի թողնում են եւ սկսում են զբաղվել այդ հակազդեցության աշխատանքներով, որն անընդունելի է պարզապես եւ կարծում եմ, որ շատ դեպքերում դա կարող է վկայել նաեւ միջամտելու կամ գործունեությունը խոչընդոտելու իրավիճակների մասին, ինչը ի դեպ նաեւ քրեորեն պատժելի արարք է։ Հետևաբար մենք պետք է կարողանանք նաեւ մեր միջավայրում ձերբազատվել այս խնդիրներից, ինչը շատ լուրջ խնդիր է, կարծում եմ,
Եվ բնականաբար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք իրազեկվածության մակարդակը բարձրացնել, ընդ որում ուզում եմ շեշտել, որ այս առումով թեև մենք ամենօրյա ռեժիմով ենք աշխատանքներ իրականացնում, բայց բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, որոնք շեշտադրում են այն հանգամանքը, որ այդպիսի պարտականություն ունեն նաև այլ դերակատարներ եւ հատկապես պետությունը, որպեսզի նա աշխատանքներ իրականացնի մեր հաստատության առնչությամբ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ սա եւս իր լուծումը կստանա առաջիկայում։ Շնորհակալություն զրույցի համար, Տիկին Մանասյան, եւ շնորհակալություն եւս մեկ անգամ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ ու ձեզ հաջողություն եմ մաղթում։